Եվ իհարկե իմ ընկալումը նաև այն է, ես ուզում եմ ուղղակի ձեզ ասեմ, եւ ես դենց հանձնարարական տվել եմ մեր իրավապահ մարմիններին, որ մենք պետքա կենտրոնանանք խոշոր ներկրումների եւ արտադրության վրա, որովհետեւ եթե ես չգիտեմ էլ մի պակետում ինչքան է առնում, ասենք չգիտեմ 0.00 չգիտեմ քանի գրամ, այսինքն եթե պատկերացնենք մի տոննա բան կա, թմրանյութ կա, ինքը բաժանված է հազարավոր, տասնյակ հազարավոր պակետների։ Եթե մենք սկսենք վազել այդ մի գրամանոց պակետների հետևից, այդ ուշազպար կլինի մեր իրավապահ համակարգը, մենք պետք է գնանք գտնենք խոշոր ներկրողներին եւ ներկրողներին եւ արտադրողներին։ Իրավապահները չեն տալիս հաղորդագրություններ։ Մեկ տոննա կոկայինով ես գիտեմ, որ գործ ուղարկվում է դատարան եւ մեկը բանն է, մեկը Հայաստանի փրկիչ Միհրան Պողոսյանն է, որը հետախուզման մեջ է։ Թողելակա իր կոկայինին տիրություն անի, հետո կտեսնենք Հայաստանի ոնց է տիրություն անի։ Պարոն Փաշինյան, Հայաստանի ընդդիմադիր դաշտի եւ նախկինների հետ առնչություն ունեցող ChatGPT-ին հարցրի Հայաստանի որ ղեկավարի օրոք է ամենաշատը ռազմական էսկալացիա եւ պատերազմ եղել, պատասխանեց հետեւյալը. Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընթացքում Հայաստանը անցել է մի քանի ռազմական սրացման կամ պատերազմական իրավիճակի միջով։ Ամենախոշորը հիմնականում հետևյալներն են. 2020 թվականի պատերազմ 44 օր, 2021 թվականի սահմանային բախումներ, մայիսից սկսած ադրբեջանական զորքերը մտան Հայաստանի սահմանային հատվածներ, Սյունիքի մարզ, Եղարքունիքի մարզ, տարբեր ժամանակահատվածներում եղել են գրակոծներ եւ լարվածություն, 2022 թվականի սեպտեմբեր պատերազմական բախումներ, սեպտեմբերի 13-ից 14-ը լայնածավալ մարտեր Հայաստանի տարածքում, հարվածներ հասցվեցին քաղաքներ, ջերմուկ եւ այլն։ Սա արդեն համարվում է Հայաստանի տարածքի վրա ամենախոշոր հարձակումը 2020 թվականից հետո։ Ամփոփում է ChatGPT-ն. Մեկ լիարժեք մեծ պատերազմ, մեկ խոշոր ռազմական էսկալացիա, շարունակվող սահմանային բախումներ 2021 թվականից հետո։ Հայաստանի գրեթե բոլոր ղեկավարների, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի օրոք, Հայաստանում տեղի ունեցել ռազմական էսկալացիաներ եւ պատերազմ։ Դուք բարբերաբար ասում եք, որ հաստատված խաղաղություն կա, ուր է, կրակոց չկա, ցույց տվեք, ասեք զոհեր կան թե ոչ, բայց առնվազն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել